Փաշինյանը երեք այցելել էր ԵՊՀ, Երևանի պետական համալսարան, հանդիպել ուսանողների հետ, լսել նրանց հարցերը, այդ թվում ձեր հարցերը, որոնք բավականին սուր են եղել, արդյոք կգնայիք հեղափոխության, եթե իմանայիք, որ ամենը այսպես է դասավորվելու, Արցախի կորուստը, ձեր լեգիտիմության անկումը, շրիշակի մակարդակի է իջնելու, դաշնակիցների հետ հարաբերությունների փլուզում, հակասություններ եկեղեցու հետ, նորից ձեռնամուխ կլինեք հեղափոխությանը, սա ձեր հարցն է, ինչին ի պատասխան Փաշինյանն ասել է. անպայման կլինեի, հիմա ավելի քան վստահ եմ, որ այո։ Դուք այս նախադասությունները լսելիս նույն վստահությունը տեսաք նրա աչքերում։ Իրականում իր աչքերի մեջ այդ վստահությունը կար, ունես չի դա նա մանիպուլացնելով էր ասում, ինձ թվում է այդ հարցում կոնկրետ, այդ պարագայում նա ճշմարտությունն էր ասում, որ մի կաթիլ չի փոշմանել։ Ուրիշ ինչ հարցեր եք ուղղել իրեն, խնդրեմ ներկայացնեք։ Երկու հարց եմ ուղղել, ձեր նշած հարցը, իսկ երկրորդ հարցը մոտավոր այս տեսքն է ունեցել։ Արդյոք ունեք այս նույն տեսակետները ուսանող ժամանակ, նշել եմ, որ ես իր հետ համաձայն չեմ իրական Հայաստանի գաղափարի շուրջ, Արցախի եւ Հայաստանի ցեղասպանության դիրքորոշման հետ կապված, ու իրեն հետաքրքրվել եմ արդյոք ուսանող ժամանակ նա ուներ մոտավորապես այս նույն տեսակետները, ինչին լսել եմ պատասխան, որ նա նույն Նիկոլ Փաշինյանը չէ, նույնիսկ որը մեկ շաբաթ առաջ էր, ուր մնաց 20-30 տարի առաջ։ Հետո նշեց, որ նույնիսկ պատերազմից հետո շարունակել է մտածել հեղափոխության մասին, բայց միևնույնն է չի ափսոսում իր որոշումների համար։ Բայց այդ պահին նաև մի մտահոգիչ միտքեր նա հնչեցրեց, ասած երբ կորցրեցինք Արցախը, վերջապես ձեռք բերեցինք անկախություն Հայաստանի Հանրապետության համար, ինչին դա իմ երկրորդ հարցի պատասխանի շրջանակներում էր ասել։ Դա ուղիղ է ասվել ներողություն։ Հա, դեռ ուղիղ է ասվել, ուղղակի հերախոս չկար, միայն կառավարության այդ մարմին իրանք էին նկարում, առանց հեռախոսել չէր կարելի, ինչին ես ձեռքս բարձրացեցի, ուզում էի արձագանքել, նա խնդրեց իրեն չընդհատել, այլ սպասել միջև կավարտի, իսկ ես քաղաքական կոռեկտությունից ելնելով սպասեցի, սակայն հետագայում ցավոք սրտի հնարավորություն չընձեռվեց։ Բացատրելու կրկին։ Հովհաննես, այդ ուրեմն նախադասությունից հետո եղան արձագանքները բացի ձեզնից, այն որ մենք անկախություն ենք ձեռք բերել Արցախը կորցնելուց հետո։ Հիմնականում ոչ միայն այդ նախադասությունից հետո, այլև երբ նա ասում է փոքր-ինչ անտրամաբանական կամ լիովին անտրամաբանական բաներ, երիտասարդության ու այդ ներկա գտնվողների մեծամասնության հայացքներում նկատվում են փոփոխություններ։ Բայց արձագանքողներ չեղան բարձրաձայն։ Ոչ։ Ինչ կարող եք ասել կամ կուզենայիք խոսել նաև դասախոսների վերաբերմունքից, ներկա են եղել նաև դասախոսներ, ոմանք չեն խոսել, ոմանք ներկա չեն եղել, հասկանալիորեն դուրս են եկել։ Դասախոսների հետ կապված շատ բան չեմ կարող ասել, զուտ մի քանի դասախոս եմ նկատել, այդքանը։ Իրենց հետ կապված առանձնապես ասելու բան չունեմ։ Եվ դուք ձեր գրառման մեջ նշել եք, որ Փաշինյանը կարմրել էր, կարծես թե, սա որ հարցին է հաջորդել։ Իրականում նա այսպեսի ալտերնատիվ տարավ, ասաց ես ժամանակին եղել եմ գաղափարապես դաշնակցական եւ այլն, սկսեց խոսել նախկին իշխանությունների մասին, ու այդպես էմոցիաներին տրվելով բավականին կարմրել էր ու միսակ այդ մասը ավելի շատ ոչ թե ուսանողների հանդիպանը նման, այլ ոնց որ մենաշնորհ լիներ, ոնց որ մոնոլոգ լիներ ավելի շուտ։ Մենք կարող ենք ասել, որ միայն ձեր հարցերն են այսպիսին եղել, այսպիսի սուր հարցադրումներ պարունակել եւ Փաշինյանի հետ շփումը, ինչպես նկարագրեցիք, այդ բանավեճին նմանվել է հենց ձեր հարցերի շնորհիվ կամ պատճառով։ Հիմնականում այո, էլի կողքից հարցեր եղան, բայց դրանք բավական սրություն չունեին ասես, էլի բայց ուսանողներից մեկը հարցրեց ցերակրոնիզմի ինտերպրետացիայի մասին ներկա ժամանակահատվածում, մեկը խոսեց դեմոգրաֆիայից Հայաստանի Հանրապետության, որը գնալով վատանում է, ապագայում քիչ մարդը լինելու 2008 թվականի դրությամբ, նաև ուսանողներից մեկը հարց հնչեցրեց տրանսպորտի հետ կապված, բողոքելով այդ բարեփոխումներից ու նշեց, որ դժվար է հասնել Երևանը, նա 2 ժամ ծախսում է գալու, 2 ժամ գնալու վրա, եւ հետաքրքրվեց արդյոք հնարավոր է, որ ԵՊՀ-ն ձեռք բերի նոր հավաքականներ կամ կառավարությունը սկսի սուբսիդավորել այդ վարձի մի մասը, եթե ուսանողները վարձակալում են համալսարանի շրջակայքում, եթե ունեն իհարկե բարձր առաջադիմություն եւ նույն բարձր առաջադիմության կոնտեքստում նաեւ ուզեց ճշտել փորձեց վարչապետից
թե հնարավոր է որ տրանսպորտի զեղ ստանան, ինչին վարչապետը հեգնանքով պատասխանեց, որ Արարատից նա կարող է նույնիսկ հեծանիվով գալ Երևան ամենօրյա ռեժիմով ու Վանան Դեսյանին կգմսվի նախարարին այդ պահին հարցրեց երբ են պատրաստելու հեծանիվների սուբսիդիաները, ինչը մի քիչ կարծում եմ աբսուրդային էր, որովհետև ինչպես գիտեք Երևանից Արարատ, եթե չեմ սխալում 100 կիլոմետրից ավել է հեռավորությունը։ Դուք տպավորություն ունեք, որ Փաշինյանը փոշմանել էր այդ հանդիպումից։ Ընդհանրապես չեմ կարծում, որ Փաշինյանը փոշմանել էր այդ հանդիպումից, նույնիսկ հանդիպումից հետո, որովհետև ակնկալելի էր այն ինչ մենք պետք է տեսնենք ու կարծում եմ իրենց մոտ դա ներկայացվել է, որ ուսանողները իրենց կամքով եկել են մեզ հետ հանդիպել են, ամեն ինչ լավ է, այս կողմ այն կողմ ու իրականում մեծ հաշվով եթե այսպես նայենք, այդպես էլ կա, ոչ մեկի չեն ստիպել գնալ այդ հանդիպմանը, ուղղակի կարծում եմ սա իրենց հաջորդ տարվա ընտրությունների համար քարոզի մի մաս է։ Բայց դե իհարկե իրենց մոտ իմ սուր հարցերի մասին ոչ մի կերպ չի խոսվում, այլ ուսանողների մտահոգությունների մասին չի խոսվում, իրենց մոտ ներկայացվում է իբր ամեն ինչ շատ իդեալական է անցել։ Ձեր հանդեպ կա յուրահատուկ վերաբերմունք, վատ իմաստով իհարկե, այս հարցերից հետո այսօր վաղը սպասվում է։ Ում շրջանակներում։ Պետական կամ դասախոսական։ Չեմ կարծում, հակառակը դասախոսների շատերը լայքեր են իմ գրառումը ու անձնական մակարդակով երբ որ շփվել եմ իրենց հետ, կապ չունի դաս տալիս են թե չէ, շատերը գովել են ու մինուսներն են ասել, ինչը կարելի է լավացնել, որտեղ դեռ պատանի քաղաքագետ եմ կարող եմ ասել, դեռ երրորդ կուրսի ուսանող եմ եւ դեռ սովորելու շատ բան ունեմ։